Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 6-րդ գլուխը, որտեղ կնկարագրվի, թե ինչպես է ընդհանրապես ձևավորված Գերագույն Աստծո անձնավորության կերպարանքը նյութական աշխարհում։ Եվ այսպես մենք երեք ձեզ հետ մի քիչ քննարկեցինք նոր հերոսուհուն, Կալի Աստվածուհուն եւ գլխավոր գաղափարը կայանում էր նրանում, որ ժամանակակից Հնդկաստանում Կալի Աստվածուհին ինքը ընկալվում է որպես այսպես շատ հաճախ ընկալվում է որպես վախենալու աստվածուհի, որովհետև իր կերպարանքը ինքը վախենալու է, ինչպես մենք տեսանք, իր արտաքին տեսքը այնպիսին է, որ ինքը իր ձեռքերում կրում է սուրը, իր ձեռքերում կրում է կտրած գլուխը, կտրած գլուխներից ուրեմն բան է, պսակ է իր գլխի վրա, հա, եւ պարզ է, որ այդպիսի կերպարանքը հատկապես կնոջ կատարմամբ, ուրեմն ոչ մի դրական զգացմունքներ չի կարող առաջացնել, բայց մենք ձեզ հետ խոսեցինք, որ իրականում դա շատ կարևոր ֆունկցիա է նյութական աշխարհում, որովհետև Կալի Աստվածուհին ինքը ոչնչացնում է այն ամենը, ինչը որ արդեն ավելնորդ է։ Եվ Կալի Աստվածու հետ հանդիպում են վախով այն ազնվորությունները, որոնք իրենք ավելնորդ կապվածություններ ունեն եւ չեն կարողանում այդ կապվածությունները զիջել հանգիստ պայմաններում եւ այդ պատճառով իրենք վախենում են Կալի Աստվածուհուց։ Նո, եթե ես այսպես պարզ օրինակ բերեմ, որպեսզի հասկացվի թե ինչի մասին է խոսքը, ապա օրինակ մենք կարող ենք տեսնել, որ ենթադրենք մարդը ինքը ինչ որ կապվածություն ունի այնպիսի մի ազնվորության հետ, որի հետ ճակատագրով կապված է։ Եվ այդ հարաբերությունները իրենք ըստ ճակատագրի իրենց սպառում են եւ գալիս է ինչ որ մի պահ, երբ որ այդ ազնվորությունը ինքը ուղղակի ֆիզիկապես պիտի մահանա։ Այդ չկարողանալ ընդունել այդ փաստը, որ երբ որ մեր կյանքում որևիցե մի ազնվորություն ինքը մահանում է, դա ուղղակի նշանակում է, որ ինքը ավարտել է այն իր դերը, որը պիտի խաղար մեր կյանքում, չէ՞։ Եթե ազնվորությունը ինքը ունի այդպիսի հասկացողություն, ինքը ուղղակի շնորհակալ է մնում այդպիսի ազնվորությանը, նրա համար թե, ասենք, որովհետև, ճակատագրական հարաբերությունները իրենք կարող են լինել ծանր եւ կարող են լինել երջանկություն բերող։ Եթե իրենք ծանր են եղել, ապա, պարզ է, որ այստեղ մարդիկ իրենք այսպես մի հատ շունչ են քաշում, որ այս ինչ լավ էր, որ այս ազնվորությունից պրծանք ու ինքը մահացավ, Աստված մեզի խնայեց, հա, բայց իրականում այստեղ խնայելու հարց չկա։ Այդ կենդանիակները իրանք մնում են մեր կյանքում ուղիղ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ դերակատարություն ունեն կատարելու։ Հիմա, եթե դա բացասական փորձ էր եւ մենք այդ փորձից համապատասխան դասեր չենք քաղել, ինչի համար որ այդ փորձը մեզ տրված էր, ապա այդ անձնավորությունը ինքը կարող է մահանալ եւ շատ արագ նրա տեղը կարող է զբաղեցնել մի ուրիշ անձնավորություն, որը նույն դժվարությունները կպատճառի մեզ եւ այդպես լինելու է այնքան ժամանակ, որ մեզ պետք կգա, որպեսզի մենք քաղենք այն դասերը, ինչ դասեր, որ մեզանից սպասվում է Գերագույն Աստծո անձնավորության կողմից։ Եթե այդ հարաբերությունները իրենք հաճելի են մեզ համար, այդ պարագայում մենք իհարկե մտնում ենք ողբի մեջ, չէ՞։ Եվ այդ ողբը ինքը նույնպես խոսում է նրա մասին, որ ազնվորությունը ինքը չի կարողանում հասկանալ, որ ընդհանրապես տեղի ունեցավ այն, որ այդ ազնվորությունը ինքը կատարեց իր դերակատարությունը մեր կյանքում եւ այո, իհարկե, ես ասենք, շատ այսպես էլի արտաքին մարդ կլինեի, հա, այսինքն ոչ խորություն չունեցող ընդհանրապես մարդ կլինեի, եթե այս բaragայում ասեի, որ մարդը ինքը, այսպես դեպի ասի, հա դե լավ եղավ, գնաց, բան հասկացանք, չէ, իհարկե, հատկապես այն ազնվորությունները, որոնք հարստացնում են մեր գոյությունը, իրենց ջերմությամբ, իրենց սիրով, որոնք իրենք ինչ-որ դրական դեր են խաղում մեր կյանքում, երբ որ իրանք վերանում են, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, երբ նորից ինչ-որ մի լավ ազնվորություն գտնելը դա մեծ խնդիր է իրականում, չէ՞,
Ապա իհարկե այդ կորուստը ինքը լուրջ է եւ այո կենթանիակը ինքը կարող է ունենալ այդ զգացումը, որ այս կետում այս խորոչը ինքը այլևս երբեք չի լրացվելու եւ սա մնալու է այդպես կոպիտ ասած կամած նվացող վերք, հա, մինչև ամբողջ կյանքի ընթացքում այդ կարոտը այդ ազնվորության հանդեպ մնալու է, չէ՞։ Բայց իրականում մենք պետք է հասկանանք, որ ուրեմն ամեն ինչ տեղի է ունենում այն ժամանակին, երբ պիտի տեղի ունենա, եւ երբ որ ինչ-որ ազնվորություններ իրենք վերանում են մեր կյանքից, մենք պետք է հասկանանք, որ ուրեմն կյանքը ինքը այդպես էր նախատեսված եւ մենք կորցրեցինք այն, ինչ պիտի կորցնեինք եւ պիտի կարողանանք նայել մեր շուրջը, թե իսկ ինչը մնաց եւ այդ մնացածի հետ արդեն գործ ունենանք եւ աշխատենք, որովհետեւ իրականում կյանքը մեզ տրված է ոչ միայն վայելելու համար, հա, կյանքը մեզ տրված է նաեւ իմաստությունը զարգացնելու, այսինքն զարգանալու համար եւ լավ եւ դրական փորձը եւ բացական փորձը ինքը նպաստում է այդ հանգամանքին, որովհետեւ կենթանիակը ինքը կարողանա ավելացնի իր իմաստությունը։ Եվ որ ինքը հանդիպում է այնպիսի ազնվորությունների, որոնք հարստացրել են իր կյանքը երջանկությամբ, սիրով, տաքությամբ, ջերմությամբ եւ այլն, չէ, ապա ինքն էլ իր հերթին այդ փորձի մեջ սովորում է տալ ուրիշ կենթանիակներին այդ նույն բանը։ Չէ, այսինքն այն հոգին, որը ինքը տաքացած է եղել, հա, ջերմությամբ տաքացված է եղել, ինքը տաքություն է բաժանում, այն հոգին, որը ինքը սառնություն է տեսել, սառնություն է բաժանում։ Եվ այսպես ուրեմն, սիրելիներս, մենք տեսանք, որ գալի Աստվածուհին ինքը թեկուզ եւ արտաքինից շատ վախենալու տեսք ունի, բայց իրականում ըստ իմաստի ինքը շատ կարեւոր դեր է կատարում նյութական աշխարհում։ Ընդհանրապես նյութական աշխարհում քայքայիչ սկզբունքը ինքը շատ կարեւոր դեր է կատարում, թեկուզ եւ այո, իհարկե, այդ սկզբունքը ինքը հակասում է կենթանիակի բնությանը, որովհետեւ կենթանիակը ինքը իրանով հիշում է, չէ՞ որ մենք հոգևոր աշխարհից ենք, չէ՞։ Մենք հիշում ենք, որ հոգևոր աշխարհում, այդպես չենք հիշում, էլի որ այ հոգևոր աշխարհում, չէ։ Ուղղակի մեր մեջ այսպես ֆոնով կա համոզվածություն, չէ, որ այն ամեն լավը ինչ որ տեղի է ունենում, դա պիտի չվերջանա։ Եվ մենք ամեն անգամ զարմանում ենք, թե որտեղից է գալիս վատը, որովհետև հոգևոր աշխարհում մենք այդպիսի իրականություն չենք ունեցել։ Հիմա ուրեմն արդեն վերադառնանք հենց իրան բուն տեքստին, երեք գալի մասին մենք արդեն խոսեցինք, տեքստերը հնչում էին այսպես. Ռիշի Մայտրեյան ասաց. այսպիսով Տերը լսեց, որ տիեզերքի արարման գործընթացը դադարեցվել է իր մահատատվան կազմող էներգիաների գործողությունների անհամապատասխանության պատճառով։ Այդ ժամանակ ամենակարող գերագույն Տերը կալի Աստվածուհու իր արտաքին էներգիայի հետ միասին, որը կապում է արարչագործության տարբեր տարրերը միմյանց հետ, միաժամանակ մտավ 23 նյութական տարրերի մեջ։ Եվ այստեղ մենք տեսեց ստանում ենք խոսակցություն, հիմա ուրեմն պարզաբանենք, թե այդ ինչ տարրեր են, ինչի մեջ մտավ գերագույն Աստվածնավորությունը եւ ինչ դա տվեց։ Ընդհանրապես արիացիները իրենք ասում են, որ նյութական արարչագործությունը ինքը իր մեջ պարունակում է 23 նյութական էլեմենտներ, որոնք են այդ էլեմենտները։ Իրենք թվարկում են այսպիսի հաջորդականություն։ Առաջի հերթին դա հենց ինքը բանն է, այսպես հավաքական նյութական էներգիան է, որը մենք արդեն ասեցինք, որ սանսկրիտ լեզվով այդ էներգիան ինքը կոչվում է մահաթ տատվա։ Այսինքն, երբ որ նյութը ինքը դեռ չունի ֆորմաներ, դա կոչվում է անարտահայտ նյութական էներգիա, հա, կամ բաների հավաքական նյութական էներգիա եւ սանսկրիտով դա կոչվում է մահաթ տատվա։ Երբ որ արդեն այդ նյութը ձևավորում է ֆորմաներ եւ առաջանում է այն, ինչ մենք կարող ենք ասել բնություն,
Չէ, ընդ որում այստեղ բնության տակ պիտի նկատի ունենանք ոչ թե այն ինչ որ մենք մեր մոլորակի վրա ենք, այլ ամբողջ այդ տիեզերքը դա բնություն է իրականում, չէ, այ արտահայտված նյութական աշխարհը ինքը արդեն կոչվում է պրակրիտի, այսինքն այդ նույն այդ նյութը հասկանում եք, չէ, գիտնականները որտեղից են վերցրել գաղափարը, ուրեմն այդ նյութը ինքը արտահայտվում է որպես ֆորմա Եվ ուրեմն նյութական էլեմենտների առաջին նյութական առաջագործության առաջին էլեմենտը դա այդ հավաքական նյութական էներգիան է։ Այսինքն արիացիները իրենք հենց այդպես էին դիտարկում, որ սկզբում կա ուղղակի այն նյութը, որի հետ միանալով պիտի սկսի առաջանալ նյութական բազմազանությունը։ Չէ, հիմա երկրորդ էներգիան, որը իրենք թվարկում են, դա կեղծ եսն է։ Դա կեղծ եսն է, շատ կարևոր էլեմենտ է կեղծ եսը, այսինքն կեղծ եսը դա նյութական մարմինն է իրականում, հա, այսինքն երբ որ կենթանիակ, հիմա եթե ես մտածում եմ, որ ես այս մարմինն եմ, ապա ես ունեմ կանացի, մարդկային կանացի կեղծ ես։ Հա, որովհետև իրականում ես մաքուր հոգի եմ, հոգևոր աշխարհում ունեմ լրիվ ուրիշ հոգևոր մարմին, հա, եւ ուղղակի հիմա այն գաղափարը, որի համար որ ես եկել եմ նյութական աշխարհ, այդ գաղափարը իրականացնելու համար ես այդպես կյանքից կյանք տարբեր մարմինների մեջ պտտվելով ինչ որ բաների եմ փորձում հասնել, չէ՞։ Իսկ կենթանիակները միշտ փորձում են հասնել երկու բանի։ Իրանք փորձում են հասնել առավելության ուրիշ կենթանիակների հանդեպ, այդ առավելությունը ուզում են նրա համար, որպեսզի իրենց հասնի գերագույն հաճույքները, այսպես։ Հասկանում եք, չէ՞, որ այդ երկու պայքարն է ընդհանրապես գնում նյութական աշխարհում կենթանիակների միջև։ Եվ ուրեմն կեղծ եսը դա շատ կարևոր էլեմենտ է, այսինքն դա է, տեսեք, իրենք փաստացի արդեն նկարագրում են ինքը մեխանիզմը, չէ՞, որ հիմա կենթանիակը ինչ որ մի բան է ուզում երևակայի իր մասին, ինչ որ ինքը չի։ Այս է գաղափարը, չէ՞, որ ասում են կեղծ ես, այսինքն կա իրական եսը, որի հետ կենթանիակը ինքը չի համակերպվում, նրանք գիտեք ինչ, դա շատ նման է, այդպիսի երևույթ իրականում նյութական աշխարհում էլ կա, հենց ինքը նյութական աշխարհում մենք այդ երևույթի հետ մշտական կարող ենք հանդիպել, չէ՞, օրինակ կենթանիակին տրված է մարդկային մարմնի մեջ, ասենք, տրված է տգեղ մարմին։ Չէ՞։ Եվ ինքը չի կարողանում համակերպվել։ Ինքը չի կարողանում համակերպվել, որ այս կյանքը ինքը պիտի ապրի տգեղ մարմնի մեջ իր բոլոր հետևանքներով։ Խնդիրը նույնն է։ Այնտեղ չի կարողանում գեղեցիկ մարմին ունի, բայց միևնույնն է դիրքը իրեն դուրը չի գալիս, հա, խնդիրը նույնն է։ Եվ նյութական աշխարհում դա արտահայտվում է այդպես, որ ինչ-որ թերություն ունեցող մարմին, չէ, եւ այդտեղ կենթանիակ օրինակ ինքը կարող է հասնել հոգեկան խանգարումների, չէ, երբ որ կարող է իրան բան, ասենք, չգիտեմ, մեկ էլ երևակայել, որ ինքը Մերլին Մանրո է, կամ չգիտեմ, Ալեն Դելոն է, կամ չգիտեմ ինչ, հասկանում եք, ուրեմն այդտեղ պիտի հասկանանք, որ ինքը ձևավորեց կեղծ ես։ Սա փաստացի, սա հոգեբանական հիվանդություն է։ Եթե մենք այդ տեսանկյունից ենք նայում, ապա եթե ես խիստ խոսքերով ասեմ, արիացիների մոտ ստացվում է այնպես, որ նյութական աշխարհը դա հոգևոր աշխարհի գժանոցն է։ Հասկանում եք, այ ոնց որ մենք հիմա մարդ ենք, այս նորման համարվում է, որ մենք մարդ ենք, չէ՞։ Գժանոցներում Աստվածերու պահի բոլորիս ովքեր են ապրում։ Այնտեղ ապրում են անձնավորություններ, որոնցից մեկը մտածում է, որ ինքը Թեյնիկ է, մյուսը մտածում է, որ ինքը Նապոլեոն է, մյուսը մտածում է, որ ինքը մի ուրիշ բան է, չէ՞։ Բայց իրականում մենք տեսնում ենք, որ ինքը մարդկային մարմնի մեջ է, բայց իր երևակայության մեջ ինքը ապրում է լրիվ ուրիշ աշխարհում։ Այն նույն բանը տեղի ունենում նյութական աշխարհում ապրող կենթանիակների գիտակցության մեջ եւ այդ տեսանկյունից մենք կարող ենք այդպես ասել, եթե խիստ ենք ասում։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն
Հաջորդ էլեմենտը, ես հաջորդականությունը հիմա կխախտեմ, բայց ուղղակի ուպսի պատկերացում կազմենք, չէ, ուրեմն այբ որ ֆորման է ինքը ձևավորվում, գալիս է կեղծ եսը, գալիս է ուրեմն միտքը, գալիս է բանականությունը, խոսելու ունակությունը եւ ուրեմն արդեն գալիս են տարերքները, նյութական տարերքները։ Այդ նյութական տարերքներն են ուրեմն օդը, հողը, կրակը եւ ջուրը։ Այս տարերքների միացություններից ձևավորվում են ձայնը, շոշափելիքը, ֆորման, հողի միջոցով, համը, հոտը, օդը, երկինքը, աչքերը, ականջները, քիթը, լեզուն, մաշկը, ձեռքերը, ոտքերը, սեռական օրգանները, կներեք հետանցքը եւ ուրեմն այս ամեն ինչը, եթե հաշվեցիք, դա 23 էլեմենտներ են։ Հիմա արիացիները իրենք ասում են ժամանակն է միացնում այդ բոլոր էլեմենտները իրար մեջ, եւ ստեղծվում է նյութական բազմազանությունը, չէ՞, տեսեք, ասեք, հիմա ժամանակակից գիտնականները նույնպես ասում են, չէ՞, ասեք, չգիտեմ, միլիոն տարի հետո հանկարծակի մեկ էլ այս ինչ բանը որոշեց իրան պահի ինչ-որ մի հատ ուրիշ ձևով ձևավորվեց ինչ-որ մի հատ նոր բան, այսինքն միևնույնն է, այս նույն գաղափարն է, որ ժամանակն է միացնում էլեմենտները իրար հետ եւ ստեղծում ինչ-որ մի հատ իրականություն եւ երբ որ գալիս է ժամանակը, այդ նույն ժամանակը բաժանում է այդ էլեմենտները, չէ՞, ուրեմն այստեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ արիացիները իրենք շատ մեծ նշանակություն էին տալիս ժամանակին, եւ իրենք մենք դեռ Կապիլադևայի մեջ երբ որ մտանք կտեսնենք, որ իրենք ժամանակը համարում էին Գերագույն Աստծո անձնավորության կամքի արտահայտությունը, եւ ուրեմն ժամանակը ինքը դա Գերագույն Աստծո անձնավորության կամքն է եւ ուրեմն այդ կամքի համաձայն գործող գործոնն է։ Իմիջիայլոց ժամանակը նույնպես մենք դա երեք էլ քննարկեցինք, չէ, որ գալի Աստվածուհին ինքը համել ժամանակի տիրուհին է, ուրեմն ժամանակը ինքը նաեւ ուրեմն կոչվում է սանսկրիտ լեզվով, նույնպես կոչվում է կալի։ Եվ այդ կալին ինքը այդ նույն Աստվածուհին է, որի մասին մենք ձեր հետ երեք խոսացել ենք, եւ որին վախով ուրեմն խոնարհվում են բոլոր նրանք, ովքեր որ գտնվում են նյութական աշխարհում։ Ինչու, որովհետեւ եւ կալին ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ է, ազդեցությունն է իրականում, չէ, հիմա տեսեք, եթե մենք խոսում ենք մակրոանալիզի տեսանկյունից, չէ, ապա մենք պետք է հասկանանք, որ այո, իհարկե, ամբողջ նյութական աշխարհը, չէ, գլխավոր էներգիան, որը ազդում է նյութական աշխարհի վրա, դա տգիտությունն է։ Ինչու, որովհետև իրականում բոլոր կենդանեակները Գերագույն Աստծո անձնավորության անբաժանելի մասնիկներն են, չէ՞։ Հիմա տեսեք, երբ որ մենք գալիս ենք նյութական աշխարհ, նյութական էներգիան ինքը այնպես է գործում, որպեսզի Գերագույն Աստծո անձնավորությունը լինի անտեսանելի։ Ինչու՞, որովհետև կենդանեակները հենց Գերագույն Աստծո անձնավորության կամքից անկախություն են ուզել, եւ նյութական աշխարհը ինքը արարված է այդպիսի կենդանեակների համար։ Հասկանում եք, երբ որ մենք այդպիսի բաները սթափ հասկանում ենք, չէ, մենք հասկանում ենք, թե ինչ կարելի է սպասել այս աշխարհից եւ ամենակարևորը, հասկանում ենք, թե մենք ինքներս ինչի համար ենք եկել այս աշխարհ, չէ, եւ եթե ամեն մարդ ինքը նայի իր ներքին աշխարհի մեջ, ինքը կտեսնի, որ ինքը ամենաշատը ձգտում է անկախության։ Հասկանում եք, եւ ինքը ինչքան անկախ է, այդքանով է ինքը իրեն համարում հաջողակ անձնավորություն։ Սա անքննարկելի ակնհայտ իրականություն է, չէ, ես հույսով եմ։ Հիմա տեսեք, սիրելիներ, չէ, ուրեմն այս տեսանկյունից մենք կարողանում ենք հասկանալ, որ գալի Աստվածուհին հիմա այսպես, ինքը
այդ էներգիայի ղեկավար Տեր Շիվայի հետ միասին, իր ամուսնու հետ միասին, այդ գիտության գոյավիճակի ղեկավարն է, բայց համել ղեկավարում է ժամանակը, այսինքն ժամանակն էլ է ինքը նորմալի ծտվարյա ինքն է մարմնավորումը ժամանակի, հասկացաք, չէ՞, հիմա ուրեմն սիրելիներս եւ ուրեմն բոլոր կենդանիակները իրանք իհարկե վախի զգացումով են այդ իմաստով խոնարհվում մարգալին եւ ինչու համար տեսեք երբ որ մենք խոսում ենք Աստվածուհու մասին չէ ոչ թե Աստծո այլ Աստվածուհու մասին դա միշտ ծառայող սկզբունքն է որովհետեւ կանացի սկզբունքը ինքը նախատեսված է տղամարդուն ծառայելու համար դա միշտ ծառայող սկզբունքն է, մյուս կողմից տղամարդկային սկզբունքը ինքը համարվում է բանականության սկզբունք, հա, իսկ կանացի սկզբունքը ինքը համարվում է էմոցիայի սկզբունք, չէ, տեսեք, շատ հետաքրքիր է, չէ, որ այստեղ կա այդպիսի մի նուրբ կապ, որ իրականում էմոցիան ինքը ոնց որ ժամանակը շարժողը լինի, կոպիտ ասած, չգիտեմ էլի ոնց ասեմ, որ կարողանամ փոխանցեմ միտքս, հա, այսինքն էմոցիաներն են, որ մարդուն երիտասարդացնում են կամ ծերացնում են, հասկանում եք, մտքերը, այսինքն այն ինչ-որ բանականության ֆունկցիան է, չէ, իրանք չեն կարող մարդուն դարձնել, այսինքն էլի երիտասարդացնել կամ ծերացնել, իսկ էմոցիաները, զգացմունքները կարող են։ Եվ թե մարդը ինքը ինչքան արագ է ծերանում կամ ինչքան ուշ է ծերանում, դա կախված է առաջի հերթին նրա ներքին էմոցիոնալ աշխարհից։ Այսպիսի կապ կա, էլի։ Դրա համար իմինը Աստվածուհի է։ Հիմա, ուրեմն Բրահմա Սամհիտայում կա այդպիսի մի փոքրիկ գրվածք, որտեղ Տեր Բրահման ինքը աղոթքներ է մատուցում Գերագույն Աստծո ազնվորությանը, հա կա այդպիսի մի տեքստ, որը ինքը կարող էր արտահայտել ուրեմն այդ թեման, որը որ մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք, այդ տեքստը ինքը հնչում է այսպես. ես ուրեմն խոնարհվում եմ նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությանը Գովինդային, որը իր մասերից մեկով, որպես ամբողջական էքսպանսիա Մահավիշնու մտնում է նյութական աշխարհ, հետո ուրեմն Գարմոդակաշայի Վիշնուի տեսքով ուրեմն մտնում է ամեն մի տիեզերք, իսկ դրանից հետո Քշիրոդակաշայի Վիշնույով մտնում է նյութական աշխարհի բոլոր էլեմենտների մեջ, այդ թվում նաև ատոմների մեջ, հա? Եվ այսպիսով, ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության ֆորմաները իրանք չունեն վերջ, հա? Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ներկա է տիեզերքի, ուրեմն բոլոր տիեզերքներում եւ ամեն մի ատոմի մեջ, չէ՞։ Ուրեմն մենք տեսանք տեքստում, որ տեքստը ինքը խոսեց նրա մասին, որ հենց այդպես Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը վերցրեց ժամանակի ձեռքը, հա, եւ որպես ուրեմն որը ինքը գործում է որպես նյութական բնություն, այսինքն այդ էլի որպես ծնունդ եւ բահ, հա, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մտնում է այդ բոլոր էլեմենտների մեջ որպես ժամանակի ազդեցություն եւ այդ ազդեցությունը ինքը հենց կոչվում է գալի, հա, հիմա ուրեմն սա այս տեքստը, հաջորդ տեքստով Շուկադեվը Գոսվամին շարունակում է. Այսպիսով, երբ Տերը իր էներգիայի միջոցով մտավ նյութական տարրերի մեջ, բոլոր կենդանիակները կենդանացան եւ սկսեցին զբաղվել տարբեր գործունեությամբ, ինչպես մարդը անմիջապես սկսում է աշխատել արթնանալուց հետո։
Երբ 23 հիմնական տարերը շարժման մեջ դրվեցին, Գերագույն Տիրոջ կամքով ի հայտ եկավ Տիրոջ հսկայական տիեզերական կերպարանքը Վիշվա Ռուպան։ Երբ Տերը իր լիակատար մասի տեսքով մտավ այն տարերի մեջ, որոնցից կազմված է տիեզերքը, դրանք միավորվեցին ընդունելով մի հսկայական կերպարանք, որը ներառում է բոլոր մոլորակային համակարգերը և բոլոր արարածներին շարժվող և անշարժ։ 1000 երկնային տարի շարունակ հսկայական Վիրատ Պուրուշան, որը հայտնի է որպես Հիրանմայա, պառկած էր տիեզերքի ջրերի վրա և բոլոր կենդանի էակները պառկած էին նրա մեջ։ Ինչպես տեսնում ենք, այստեղ նկարագրվում է այ արարիչը, արդեն խոսքը գնում է արարչի մասին, և այստեղ ուրեմն խոսքը գնաց առաջի տեքստում, խոսքը գնաց նրա մասին, որ այսպես էր, չէ, տեքստը ինչու, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր էներգիայի միջոցով մտավ բոլոր նյութական էլեմենտների մեջ, բոլոր կենդանի էակները իրանք արթնացան և սկսեցին տարբեր գործունեություն կատարել, այնպես ինչպես և բերվեց մարդու օրինակը, ինչպես մարդը զարթնելուց անմիջապես սկսում է ուրեմն ակտիվ գործել։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Տեսեք, խոսվում է դրա մասին, որ տիեզերքները ըստ արիացիների իրանք միշտ չի, որ այսպես տիեզերքը ինքը արտահայտված է։ Այսինքն տիեզերքը ինքը արտահայտվում է, հետո գնում է անարտահայտ վիճակ։ Մենք դեռ կտեսնենք, ես հիմա առաջ կընկնեմ, մենք դեռ կտեսնենք, որ արիացիները այդ ընթացքը կնկարագրեն այսպես, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը արտաշնչում է, իմինը արարիչը, խնդրում եմ, լավ, ես կասեմ արարիչը, որ չշփոթվենք, իմինը արարիչը, երբ որ ինքը այդ պատճառական օվկիանոս կա, այսինքն ինչու պատճառական օվկիանոս, դա պատճառական ջրերն են, և այստեղից է գալիս այդ գաղափարը, որ ջուրը ինքը հիշողություն ունի, և արիացիները իրենք դա շատ լավ գիտակցում էին, չէ, որ իմինը պատճառական օվկիանոսի մեջ, այսինքն իմինը ջրի մեջ է, որ ուրեմն տեղադրված է, բաները, նյութական աշխարհում ապրող կենդանիակների պատճառահետևանքային բոլոր կապերը։ Եվ այդ պատճառական օվկիանոսի վրա պառկած է արարիչը։ Ինքը այդտեղ գտնում ենք, դա հետագայում ավելի մանրամասն կքննարկենք, ինքը այդտեղ, ես հիմա մի բառով ասեմ, գտնվում է սամաթիի վիճակում, այսինքն մեդիտացիայի մեջ է։ Եվ ուրեմն ամեն անգամ, երբ որ ինքը արտաշնչում է, նյութական աշխարհները իրանք արարվում են, եւ արտահայտվում են կենդանի էակները։ Եվ ամեն անգամ, երբ որ գալիս է ժամանակը պիրիզագրուսկա անելու, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոնց որ շունչ է քաշում, արտաշնչեց, հիմա շունչ է քաշում, եւ տիեզերքը ինքը սկսում է այսպես էլի սեղմվել։ Գիտնականները այս պահին, չէ, խոսում են նրա մասին, որ տիեզերքը ինքը լայնանում է։ Դա արիացիների այդ Գերագույն Աստծո ազնվորության արտաշնչելու գաղափարն է։ Եվ այո, երբ որ ինքը արտաշնչում է, պարզ է, չէ, այսպես ինքը լայնանում է։ Ու ես միշտ ասում եմ, կգա ժամանակ, երբ որ նույն գիտնականները, երբ որ կուսումնասիրեն տիեզերքը, իրանք կասեն տիեզերքը սեղմվում է։ Եվ ուրեմն այդ երբ որ ինքը արդեն տիեզերքը հետ է քաշում, չէ, այսպես է, արիացիները իրանք այդպես են նկարագրում, որ բոլոր կենդանի էակները մտնում են Գերագույն Աստծո ազնվորության մարմնի մեջ։ Ոնց որ երբ որ մենք օդ ենք շնչում, չէ, իրականում մենք լիքը միկրոբներ, բակտերիաներ ենք, չէ, բալանում, տանում մեր օրգանիզմ, եւ հետո նրանք, ովքեր որ այդտեղ այդ ընթացքում փոխանակման ընթացքում սատկեցին, նրանց դիակները արտաշնչում ենք։
Հիմա սիրելիներս, չէ, բայց գերագույն աստվածանոցը ուղղակի հակառակն է կատարվում։ Ուրեմն կենդանիակները իրանք հավաքվում են ներս։ Ինչի համար։ Այստեղ տեղի է ունենում պիրիզագրուսկա։ Հա, այսինքն երբ որ ռեակցիաները, մենք դրա մասին շատ մանրամասն ենք խոսելու, հիմա ընդհանուր եմ էլի ասում, երբ որ ռեակցիաները, այդ ճակատագրերի ռեակցիաները, չէ, իրանք ինչ որ մի հատ այնպիսի պիկի են հասնում, որ մտնում են տուպիկների մեջ, հա, այդ ճյուղերը, գերագույն աստվածանավորությունը ինքը հետ է քաշում նյութական աշխարհը ու մի հատ ոնց որ ասեն թափ տա էլի, հասկացաք, չէ, թափ է տալիս, որ տեսնի տակը ինչ է մնում եւ նորից նյութական աշխարհը արարվում է, արդեն ինչ որ ուրիշ ճակատագրերի իրականացման համար, հասկանում եք, չէ, եւ ուրեմն այն կենդանիակները, որոնք իրանք բան են անում, այդ process-ի մեջ են, որտեղ ամեն տիեզերքի ոչնչացման ժամանակ իրանք գնում են այդ ոչ գիտակից վիճակի մեջ, հա, եւ նյութական էներգիայի հետ միասին մտնում են արարչի մարմնի մեջ, արիացիները այդպիսի կենդանիակներին ասում են, որ դա հավերժ պայմանավորված հոգիներ են, հա, բայց երբ որ նյութական աշխարհը ինքը նորից արարվում է, իրենց նորից տրվում է հնարավորություն գործել եւ ընդ որում նորից տրվում է ոչ միայն հնարավորություն, ասկի որ տրվում է այդ հնարավորությունը գործելու, եկեք այսպես ասեմ, հա, կենդանիակը ինքը կամ շարունակում է իր նյութական գործողությունները, կամ արդեն զբաղվում է հոգևոր պրակտիկայով, չէ, եւ այդ նույն այդ հնարավորությունը նորից գործելու դառնում է իր համար հիմք, որպեսզի ինքը կարողանա ազատագրվի նյութական աշխարհի ազդեցությունից, չէ։ Եվ իրանք դառնում են ազատագրված հոգիներ։ Բոլոր պայմանավորված հոգիները իրանք հնարավորություն են ունենում նյութական աշխարհում օգտվել ուրեմն բանից, ասեք, օգտվել վեդայական իմաստությունից։ Վեդայական իմաստությունը դա այն իմաստությունն է, որտեղ գրանցված է գերագույն աստվածանավորության եւ կենդանիակների հարաբերությունները եւ նյութական աշխարհում եւ հոգեվոր աշխարհում։ Մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք այդ բոլոր գրվածքների սերուցքը, որը կոչվում է Շրիմադ Բհագավատամ։ Հա, այն ինչ որ մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք։ Եվ ուրեմն այս տեքստը ինքը խոսում էր նրա առաջի տեքստը, ինքը խոսում էր նրա մասին, որ իրոք ես վերադառնամ, հա, որ ուրեմն իրանք ազնվորությունները իրանք անմիջապես սկսում են գործել, հա, հիմա հաջորդ բանը, հաջորդ թեման, որը քննարկվեց այստեղ, դա Վիրատ Ռուպան է։ Մենք ձեզ հետ երկրորդ երգի սահմաններում, չէ, Վիշվարուպան կներեք, մենք ձեզ հետ երկրորդ երգի սահմաններում կակրած խոսացել ենք Վիրատ Ռուպայի մասին, եթե դուք հիշում եք, այսինքն դա մի ձև է, նյութական ֆորման է գերագույն աստվածանավորության, որը իրականում այդպիսի ձև գոյություն չունի իրականում։ Հասկանում եք, այդպիսի ձև գոյություն չունի, մենք այն ժամանակ մանրամասը քննարկեցինք, չէ, Շուկատևը Գոսվամին ինքը մանրամասը քննարկեց, թե այդ ձևի մեջ ինչեր են մտնում ընդհանրապես, նո դա երկրորդ երգի հենց առաջի գլուխն էր, չէ, եթե հիշում եք։ Հիմա խոսքը գնում է Վիշվարուպայի մասին։ Ուրեմն Վիշվարուպան, հա, դա նույնպես գերագույն աստվածանավորության այդ գիգանտ կարելի ասել ֆորման է, հա, նու սա իրականում պրակտիկորեն նույն բանն է, ինչ որ եւ Վիրատ Ռուպան, եւ մենք կարող ենք տեսնել, որ ինքնաիրականացման ճանապարհի մեջ նրանք ովքեր որ տեղյակ են ընդհանրապես վեդայական քաղաքակրթությունից, այս Վիշվարուպան կամ տիեզերական ձևը գերագույն աստվածանավորության, այս ձևին շատ մեծ նշանակություն են տալիս իմպերսոնալիստները, հա, այսինքն ինչի համար, որովհետև իրանք մեխանիկորեն պիտի կարողանան դուրս բերեն իրանք իրենց նյութական աշխարհից, չէ, պերսոնալիստները իրանք բան են անում, էլի, իրանք իրանց
պերսոնալիստները իրանք իրենց զարգացումը հիմնում են գերագույն աստվածանավորության վրա եւ իրենց համար իրենք կարիք չունեն հասկանում եք իրենք իրականում պերսոնալիստները իրենք կարիք չունեն ուսումնասիրելու նյութական աշխարհը իսկ ինչ կարիք ունեն իրենք կարիք ունեն սովորել բավարարել գերագույն աստվածանավորությանը որովհետեւ երբ որ այդ աստվածանավորությունը բավարարված է մնում ինքը իրանով մեզ այս նյութական էներգիա ազդեցության տակից դուրս է գալի դուրս է բերում եւ կենթանիակին ընդհանրապես չի հետաքրքրում թե դա ինչի հաշվին դուրս եկավ թե ինքը ինչ շերտերի մեջով անցավ որ դուրս եկավ հասկանում եք որտեղ իրան ուղղակի դուրս են բերում իսկ երբ որ ազնվորությունը ինքը այդ ճանապարհը պիտի անցնի իր սեփական ուժերով իր համար շատ կարեւոր է որպեսզի ինքը հասկանա թե ինքը այս նյութական աշխարհում ինչերը պիտի հաղթահարի չէ որ կարողանա նյութական աշխարհի մեջից դուրս գա հա եւ ուրեմն դրա համար այստեղ ասվում է որ երբ որ գերագույն աստծո անձնավորությունը ինքը մտավ այդ 23 էլեմենտների իրանք սկսեցին շարժվել հայտնվեց այդ տիեզերական ձևը այսինքն վիշվա ռուպան հա Եվ մենք խոսեցինք, սա արդեն ինքն իրան խոսում է դրա մասին, որ եթե տեզերները իրանք արարվում են եւ հետ են, այսինքն արարվում են եւ քայքայվում են, դա նշանակում է, որ ինքը այդ ձևն էլ, գերագույն աստծո, ինքը ժամանակավոր ձև է, հա? Որովհետև եւ դա միակ ձևն է, օրինակ ասենք, նույնիսկ նյութական աշխարհում ինչ մարմնավորումներ, որ գերագույն աստծո անձնավորությունը տալիս է, այդ մարմնավորումները կան նաեւ հոգեվոր աշխարհում, բայց վիրատ ռուպան ինքը ժամանակավոր ձև է եւ ինքը արտահայտված չի հոգեվոր աշխարհում։ Հասկանում եք, հա, ուրեմն սա դրա մասին է։ Հիմա հաջորդ տեքստով Մայտրեյան ինքը ասեց դրա մասին, որ Այ արդեն ինֆորմատիվ տեքստեր են գալիս, որոնք իրենք իրանց մեջ փիլիսոփայական ոչ մի պարունակություն չունեն, որ դրանից հետո ուրեմն արարվեցին եւ շարժման մեջ մտան մոլորակային համակարգերը, չէ, եւ ուրեմն լիակատար մասի տեսքով մտավ այն տարերի մեջ եւ այ հաջորդ գաղափարը, որը հնչում է, դա նա է, որ գերագույն աստծո անձնավորությունը ինքը Արարիչը ինքը ունի նյութական աշխարհում 3 մարմնավորում։ Մեկը դա հենց այդ նյութական տարածքը տվողն է, հա, որի մեջ բազմազան տիեզերքներ են տեղավորված, կարելի ասել անսահման։ Հա, երկրորդ մարմնավորումը դա այն է, որ գերագույն Արարիչը ինքը որպես ղեկավար մտնում է ամեն մի տիեզերք առանձին Այսինքն ամեն տիեզերքը ըստ արիացիների ունի իր արարիչը։ Հա, ինչի համար, որովհետև այդ տիեզերքները իրանք տարբեր են։ Տարբեր են նաև բանի տեսանկյունից, էլի, այդ տրոհմերնի մի րոպե։ Այդ տարածության տեսանկյունից, չէ, այսինքն կան տիեզերքներ, որոնք իրենք եռաչափ են, կան տիեզերքներ, որոնք իրենք 4 չափ ունեն, կա տիեզերքներ, որոնք 5 չափ ունեն, չէ, այդ տրոհմերն էլի, հայերեն չգիտեմ ո՞ր թարգմանեմ կներեք, հա, հասկանում եք, չէ, եւ ուրեմն այդ ամեն մի տիեզերքը ինքը ունի իր համապատասխան արարիչը իր համապատասխան ոչ թե միայն արարիչը, այլև ղեկավարը, չէ, եւ վերջի տեքստը, որը այստեղ հնչեց, դա այն տեքստն էր, որտեղ խոսացվեց նրա մասին, չէ, որ վերջնականում գերագույն աստծո անձնավորությունը այդ իր երրորդ եւ ամենավերջի մարմնավորումը, որ տալիս է նյութական աշխարհում, դա այն մարմնավորումն է, որին մենք սովորաբար կոչում ենք գերհոգի, հա Սանսկրիտ լեզվով դա կոչվում է պարամատմա, ատմա բառը նշանակում է հոգի, պարամա նշանակում է գերագույն,
գերագույն հոգին, չէ՞։ Եվ հենց այդ իր մարմնավորումով է, որ ինքը մտնում է ամեն մի ատոմի մեջ ընդհանրապես, չէ՞, եւ ղեկավարում է այդ ուրեմն ատոմի շարժումը, գոյությունը ընդհանրապես թե ինքը այդ ձգողական ուժը իրականում դա գերագույն Աստծո ազնվության այդ իվիդը գեր հոգու արտահայտությունն է։ Հիմա որ այսպես էլի որ հասկանանք թե ասենք ինչի մասին է խոսքը, չէ՞, տեսեք, ասենք, այսինքն իրենք արիացիները, հիմա տեսեք, մենք ինչ եք այստեղ ստանում, որ արիացիները իրենք գիտեին, որ գոյություն ունի ատոմ։ Այսինքն իրենք գիտեին, որ նյութը ինքը կազմավորվում է որպես ֆորմա, նրա հաշվին, որ նյութական ամենա էլեմենտար մասնիկները ինչ որ մի ձևի կազմավորվում են։ Այսինքն ատոմի մակարդակով է սկսվում նյութական աշխարհի կարգավորվածությունը։ Հա? Եվ դա արվում է, գիտնականներն ասում են, դա ձգողականության ուժն է։ Հա, իսկ հոգևոր մարդիկ իրենք ասում են այդ ձգողական ուժը էդի գերագույն Աստծո ազնվորությունն է։ Որտեղ ինքը իրան օդից ոչ մի ձգողական ուժ չի կարող ձևավորվի։ Ընդհանրապես դուք հեչ մտածել եք, ինչ ֆանտաստիկ բանի մասին է խոսքը, երբ որ մենք դեսպես ուղղակի մեխանիկորեն ասում ենք ձգողականության ուժ եւ անցնում ենք առաջ։ Ֆանտաստիկ բանի մասին է, չէ՞ խոսքը։ Ընդհանրապես, այ որտեղից է առաջանում առաջի շարժումը։ Հասկանում եք, եւ այստեղ է որ այ կենթանի արիացիները իրանք երբ որ հետազոտում են, չէ՞, իսկ իրանք շատ բարձր մակարդակի գիտնականներ են, դուք հիմա կհամոզվեք ընթացքում, թե ինչքան գաղափարներ են վերցված իրենց հետազոտությունների արդյունքներում, հա։ Հասկանում եք, եւ իրանք երբ որ հետազոտում են, իրանք գալիս են այդ վերջնական բանին, որ կա ամենափոքր մասնիկը, որը ինքը պատտվում է բանի ядро միջուկի շուրջ, հա, եւ այ որն է այդ ուժը, այդ ինչ ուժ է որ պահում է, այ որ ինչ ուժ է որը ստիպում է որ ինքը պատտվի դրա շուրջ, այ դա գերհոգու վերջին մարմնավորումն է, այսինքն Աստծո կամքն է, կա ինչ-որ մի ազնվորություն, որը ինքը ունի այդպիսի հզորություններ, եւ դա իր կամքի արտահայտությունն է, որ ամեն ինչը պիտի տեղի ունենա այսպես, հասկանում եք, այսինքն երբ որ արիացիները կամ այսպես հոգևոր մարդիկ, երբ որ իրենք զբաղվում են գիտությամբ, երբ որ իրենք գալիս են այդ վերջնական, ես կներեք հակառակը սկզբնական կարգավորվածության թեմային, գալիս են եւ դեմ են առնում, որ այստեղից է սկսվում կարգավորվածությունը, չէ՞, իրանք ասում են, այս կարգավորվածությունը ինչ որ մեկն է արարում, ինչ որ մեկից է կախված, հասկանում եք, իսկ աթեիստ գիտնականները իրենք ասում են դա ինքն իրան ձևավորվեց, դա է այն սահմանը, որից հետո մենք պիտի ասենք կամ կա արարիչ, կամ գիտական աշխարհը ինքը իրանով է, ինչ որ հիմա այստեղ խելացի բան, շատ ծիծաղալու գաղափար է հնչում, էլի, որ նյութը ինքը խելացի պահվածք է դրսևորում, այն ինչ որ չունի բանականություն, դրսևորում է բանականություն։ Մենք լավ չենք, մենք մեզ բան չենք անում, էլի, не утруждаем себя, էլի, մեզ չենք ծանրաբեռնում նրանով, որ ընդհանրապես մտածենք, թե ինչ գաղափարներ ենք ընդունել, հասկանում եք։ Ուրեմն մենք տեսանք հիմա քննարկում ենք արիացիների պատկերացումները, որտեղ վերջնականը դա է, որ իրանք գիտեն, որ կա ատոմ, եւ այդ ատոմը ինքը շարժվում է գերագույն Աստծո ազնվորության կամքի համաձայն եւ հենց ատոմի մակարդակից է որ սկսվում է նյութական աշխարհի կարգավորվածությունը, հա։ Ուրեմն վերջերորդ տեքստում մենք տեսանք, որ խոսացվեց 1000 երկնային տարի շարունակ հսկայական Վիրատ Պուրուշայի նրա մասին, որ այդ հսկայական Վիրատ Պուրուշան ինքը բաներ
պարկած էր վաճառական օվկիանոսի մեջ կամ վրան։ Ինչի մասին է այստեղ խոսքը, չէ՞։ Առաջի հերթին մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք գիտեին, հա, մենք միշտ մտածում ենք, որ հետամնաց էին, չէ՞։ Ուրեմն արիացիները իրենք գիտեին, հիմա ինչ գաղափար են իրանք այստեղ առաջ քաշում, մենք գնահատեցինք ընդհանրապես։ Իրանք առաջ են քաշում, որ նյութական աշխարհում, չէ, տիեզերքում կան տարբեր տեսակի մոլորակներ, որտեղ ժամանակը ընթանում է տարբեր ձևով։ Հա? Այդ ինչ է նշանակում 1000 երկնային տարի։ Դա միանգամից դա է, չէ՞ նշանակում, որ իրանք խոսում են նրա մասին, որ իրանք գիտեն, որ մեր մոլորակի վրա ժամանակը ինքը այլ կերպով է ընթանում, մի ուրիշ մոլորակի վրա այդ նույն ժամանակը ընթանում է այլ կերպ։ Եվ օրինակ բարձր մոլորակների վրա, հա, ժամանակը շատ դանդաղ է։ Երևի նրա հաշվին, որ այդտեղի մոլորակները շատ խոշոր են, հա, եւ իրանք դանդաղ են պտտվում։ Եվ այդտեղ ուրեմն օրը մեր մոլորակը ինքը կարող է 60 շրջապտույտ անել, իր մոտ դա կարող է անել ընդամենը մի շրջապտույտ կամ չգիտեմ, այդ բաները արդեն հետաքրքիր չեն։ Ինքը գաղափարն է կարևոր։ Ինչ գիտեին արիացիները ժամանակի մասին։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ այսպիսի գաղափար առաջ քաշելու համար, հասկանում ես, պրոստը որովհետև իրանք ասում են կիսաստվածների բաները, մոլորակները, մենք դի պրիմիտիվ ինչ բան, չբան ինչ է, բայց իրականում ես մարդիկ հիմա շատ լուրջ գիտական գաղափար են առաջ քաշում, որ իրանք գիտեն, որ տիեզերքում տարբեր մոլորակներ շարժվում են տարբեր արագությամբ եւ դրա համար այդտեղ ժամանակը տարբեր է։ Եվ դրա համար իրանք նշում են, որ ահա ինչ ոնց նշվեց, չէ՞, նշում են, որ 1000 երկնային տարի։ Այդ Վիրատրուպան պարկած էր Պատճառական օվկիանոսի վրա։ Հիմա Մահատատվայի ընդհանուր էներգիան ստանալով հսկայական Վիրատրուպայի կերպարանք ինքն իրեն բաժանեց կենդանիակների գիտակցության, կենսագործության եւ ինքնորոշման, որոնք էլ իրենց հերթին համապատասխանաբար բաժանվում են 1-ի, 10-ի եւ 3-ի։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Հա? Ուրեմն այստեղ խոսքը իրականում մենք տեսնում ենք, որ այս տեքստը ինքը բավականին բարդ տեքստ է, հա? Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնաց նրա մասին, որ գիտակցությունը ինքը արիացիները իրանք հասկանում են, որ գիտակցությունը ինքը ինքն է, որ կյանք է։ Դրա համար ինչ ասվեց, ասեց այդ հավաքական էներգիան, մահատատվան, որը ինքը ընդունել էր այդ ահռելի Վիրատրուպայի ֆորման, չէ, ինքը բաժանեց իրան կենդանիակների բաների, գիտակցությունների, նրանց այդ կենսական գործունեությանը, չէ, եւ որ ամեն մի այդ մասնիկը ինքը իրան գիտակցեց որպես ինքնուրույն անձնավորություն։ Չէ՞։ Ուրեմն սա է, որ հիմա իրանք դիտարկում են որպես կյանքի կրող գիտակցությունը։ Հասկանում եք։ Այսինքն, որ եւ երբ որ մենք օրինակ ասենք դիտարկում ենք դիակը, չէ՞, մենք կարողանում ենք տեսնել, որ գյուտական մարմինը ինքը դառնում է դիակ, այ իր մեջից բոլոր էլեմենտները մնում են նույնը։ Ոչ մի բան չի փոխվում։ Վերանում է միայն գիտակցությունը։ Հասկանում եք, հա? Եվ հիմա այստեղ իրանք նկարագրում են, թե այդ կենդանի էակ կոչվածը ինքը ընդհանրապես որտեղից է։ Չէ՞։ Եվ այ խոսացվեց նրա մասին, որ այ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը
իր ամեն մի մասնիկը օժտված է առանձին գիտակցությամբ։ Ինքը օժտված է առանձին գիտակցությամբ, ունի իր կյանքը եւ ունի իր самоотождествление, թե ինքը իրան ինչ կերպարի հետ է նույնացնում, այդ ազատությունը։ Չէ՞։ Հիմա կենդանիակների գործողությունը ինքը իրականում արտահայտվում է, այսինքն ոնց է էլի կենդանիակը ինքը կարողանում գործել։ Այստեղ սկսվում է արդեն արիացիների պատկերացումները։ Իրենք առաջ են քաշում օրինակ պրանա գաղափարը։ Չէ՞։ Պրանա գաղափարը ինքը խոսում է նրա մասին, որ կենդանի էակը ինքը իր մեջ ունի օդի պատոկներ, բան էլի, հոսքեր, հա, օդի հոսքեր, որոնք հենց ապահովում են այն հանգամանքը, որ կենդանիակը ինքը կարողանում է օրինակ շարժվել։ Հասկանում եք։ Եվ այստեղ կան այսպես էլի մի քանի ուրեմն բաներ, գաղափարներ, որոնք մենք ավելի մանրամասը կդիտարկենք, որտեղ եթե հիմա խորացա այդ բառերի թարգմանությունների մեջ, մենք այս վերջերս ինչ-որ մեր դասախոսությունները շատ երկար են շարունակվում եւ ունկնդիրները մի քիչ բողոքում են, որ երբ որ դուք կարճ եք խոսում, մենք հասցնում ենք մինչեւ աշխատանքի վայր հասնելը հասցնում ենք դասախոսությունը լսել, երբ որ շատ երկար եք ասում, չենք հասցնում, խնդրում ենք, եթե կարելի է սահմանափակվեք, հա։ Ուրեմն եթե ես հիմա մտնեմ այդ թեմայի մեջ մի քիչ երկար կտևի, դրա համար եկեք այդ թեման, այդ որ խոսացվեց նրա մասին, որ կենդանիակները իրենք բաժանվում են բանի թվարկվեց, չէ, բաժանվում են 1-ի, 10-ի եւ 3-ի համապատասխան, այդ 1-ը, 10-ը եւ 3-ը մենք արդեն ձեզ հետ կքննարկենք վաղը։ Բայց ինչպես տեսնում ենք, սիրելիներս, արիացիները իրենք բավականին լուրջ հետազոտություններ ունեին արած նյութական աշխարհի կառուցվածքի, նրա առաջագործության եւ այն սկզբունքների վրա, որի վրա հենված է ընդհանրապես նյութական աշխարհը։ Եվ այդ խոսակցությունը մեր մոտ դեռ բավականին երկար շարունակվելու է։ Այսօր այսքանը, ստեսություն ձեզ։